Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բան ասեմ, էլի մենակ այդ նույն ելույթի ժամանակ 3 անգամ Նիկոլ Փաշինյանը ինքը իրան հերքում է։ Նույն ելույթի ժամանակ կներեք, նույն ելույթի ժամանակ ասում է, որ ես տեղյակ չեմ, հետո սկսում եմ մանրամասն անդրադառնալ այդ թեմային։ Վերջում է նույն այդ դրաշրջանակում ասում է, ես պիտի չանեմ, Տիգրան Ավինյանը պիտի անի օրինակի համար քայլեր։ Բայց մի բանը փաստ է, որ իրենք գործընկերներ են Հանրապետություն կուսակցության հետ։ Եվ ինչ զուգահեռ նաև իրանք ընդհանուր գծեր ունեն։ Տեսեք, երբ որ մենք խոսում ենք կոռուպցիայի մանկապարտեզից, իրանք ասում են ակտերը չենք ստորագրել, անցել է 10 օր երևի, մի հատ այս շենքը մտեք ասեք այդ ակտերն ուր էլ մտ հրապարակեք։ Պաշտոնապես դիմել են որ տան, առ այսօր չեն տվել, որ ապացուցեմ։ Ես համոզմունք ունեմ, որ իրենք 200 միլիոն ու ավել երևի ստորագրել են դրա տակ օրինակի համար։ Հենց կոռուպցիայից սկսում է, իրանք սկսում են ընկնել հիստերիայի մեջ ու ուղղությունը շեղել։ Երբ որ մենք սկսեցինք խոսել կոռուպցիայից, մանկապարտեզի խնդրից, Լիլիան Արմի խնդրից, իրանք այս ամբողջ պատմությունը սարքեցին Հանրապետություն կուսակցության հետ։ Երեք երկու պատգամավոր հարցնում են մեր վերաբերյալ հստակ։ Ասում են, ինչ ա եղել մանկապարտեզը կոռուպցիան, ու դու մենք տեսանք ինչ մի հատ մեծ հիստերիա աղմուկ բարձրացավ, այսինքն բոլորը մոռացան, որ այս ամբողջը գալիս է կոռուպցիայից, հենց կոռուպցիան խոսում ես, ի ցույց ես դնում այդ թալան ամեն ինչը, իրանք սկսում են հակառակն անել։ Նիկոլ Փաշինյանի ելույթը խնդրում եմ, դրեք միջև վերջ լսեք, 3 անգամ ինքը հակասում է ինքը իրեն, ասում է տեղյակ չեմ, հետո ասում է չէ, քննարկումը եղել է, այստեղ եղել են իրար հետ։ Հետո ասում է չէ, իրանք իրար հետ արել են, իրանք են որոշել ինչ պետք լինի, ոնց պետք լինի, հասկանում եք, ու արդեն այստեղ ակնհայտ է դառնում, որ Հանրապետություն կուսակցություն, կեղծ ժողովրդավարները եւ ԿՊ-ն մի մանմին մի հոգի են իրանք ու վերջ։ Այդ ուղղակի Նիկոլ Փաշինյանի հետ կապված, որ դուք ասում եք, դա տենց է։ Այսինքն մենք խոսում ենք կոռուպցիայից, իրանք ամբողջությամբ ուղղությունը շեղում են լրիվ ուրիշ ուղղությամբ, հասկանում եք։ Լավ մանկապարտեզի փողերն ուրա, երեխեքը սեպտեմբերից պիտի գնային մանկապարտեզ, որ երեխեքը մանկապարտեզ չեն գնում, դրա պատասխան տվողն ով է, ժողովուրդ, հասկանում եք։ Եվ դա միակը չի, շուտով տես մանկապարտեզների շարք անցկացնենք, չէ՞, պարոն Քախյան, ու դուք համոզվեք ինչ խայտարակ վիճակ է։ Կարմիր գծերը թանկացնում են, ասում են ասֆալտ են, բան են, մանկապարտեզ են կառուցում։ Գույքարկը թանկացնում են, ասում են մանկապարտեզ են կառուցում։ Ինչ անում են, ավտոբուսը թանկացնում են, ասում են մանկապարտեզ մենք չկառուցենք, ու գնում են կառուցել։ Ու գնում նայում ենք, ասում ենք, էս չի ձեր կառուցածը, ժողովուրդ, հասկանում եք, ու նորից եմ կրկնում, կամ որ խոսում են, ասում են վարչական շրջանի տիրույթում չէր։ Եթե իրանք կարդալ է, չգիտեն, խորհուրդ կտամ Երևանի մասին օրենքը կարդացեք։ Երեք լավ է, Տիգրան Ավինյանը բացահայտ ասեց, իմ ներկայացուցիչները վարչական շրջանի ղեկավարներն են, այդքան է ճիշտ։ Առողջություն համեր։ Այսինքն ես այդ դրան եք անդրադառնում, այդ ավարտեմ, այսինքն փաստա չէ, որ Տիգրան Ավինյանի ներկայացուցիչը այդ մարդն է, իսկ քաղաքում կատարվող ամեն ինչի պատասխանատուն Տիգրան Ավինյանն է, եւ ես նորից եմ կրկնում, այն մարդիկ քաղաքային իշխանության կլինեմ ես, թեստեի կանգնած հասարակ ինչ-որ մի հատ աշխատող, որը կտեսնի, որ մեր հարկատուների ձեր ժողովուրդ բոլորի վճարած փողերը այտենց փոշիացնում են, այդ վիճակում մանկապարտեզը, այդ մարդիկ բարոյական արժեհամակարգի հետ խնդիր ունեն, եւ բարոյական արժեհամակարգ այստեղի հետ է կապված, հասկանում եք։ Իմ մեղադրանքը, տեսեք, իմ մեղադրանքը հետևյալն է, որը որ ես չեմ ընդունել եւ հայտարարություն տալուց հետո չեմ մասնակցել գործողություններին, հետևյալն է, որ ես տեխնոլոգիաները կիրառելով խուլիգանություն, որը դրսևորվել է ժամանակակից նորարարական տեխնոլոգիաներով մարդուն ստորացնելու հետ կապված։ Եվ ես իմ ենթադրյալ տուժողից եւ ենթադրյալ ստորացվածից հետ պահանջել եմ մարզերեցում, հասկանամ, որովհետեւ անկեղծ այդ մարդուն հնարավորություն են տվել, մի ժողովրդավարությունից են խոսում, ժողովուրդ, պարզ ուղիղ ասում եմ, թաղապետին մի օր ժամանակ է տրվել, որպեսզի ինքը լկտի պահվածքի համար ներողություն խնդրի։ Թաղապետը լկտիությունն անում է, այսինքն այդ նույն խուլիգանությունը, որ պիտի դրվել թաղապետի վրա, ինքը խուլիգանությունն անում է, մենք գալիս հայտարարում ենք, որ ժողովուրդ, մերը քաղաքական ակցիա է, մենք խուլիգանություն չենք անում։ Մեզ որակում են ավելի ծանր մեղադրանք, քան այդ մարդուն, որը արել է եւ խուլիգանություն եւ ծեծ, խմբակային ծեծ ու կազմակերպված այդ ամբողջը, հասկանում եք, ու դրա համար նորից եմ կրկնում, երեք Նիկոլ Փաշինյանը կոնկրետ իրավարից, որովհետեւ շատ լավ գիտակցում է քաղաքական պատասխանատվություն հենց իրենց վրա է։ Ուրիշ հարց նաեւ այս պարագայում Նիկոլ Փաշինյանի, եթե իրավապահ մարմինները նորմալ գործեն, քաղաքական պատվեր չանեն, հիմի այդ նորքի թաղապետը պիտի կանոնավորված լիներ, հասկանում եք։ Ու նորից իրանք կեղծ թեզը բերում են, սկսում են կեղծ թեզը հետքել։ Սկզբից ասում էին, որ մենք լավ տղա ենք, դա մրայս եղել։ Հետո ասեցին ինքնիշխանություն, չէ, Բուչան էր հաջորդը։ Բուչան
Հետո ասեցին ինքնիշխանության դեմ պայքար։ Ինքնիշխանության դեմ պայքարով գնացեք իշխանացարում պայքարեք, որ մեր սուվերեն տարածք են մտել։ Հետո դրանից հետո ասեցին Ռուսաստանի դեսպանատունն արել։ Պլանավորվել է այդտեղ այդ գործը։ Այո։ Հետո դրանից հետո հաջորդ մարզումը որ գալիս է, իրանք ասեցին որ 5-րդ շարասյունն է արել։ Հետո ասեցին որ բանն է արել։ Կիրիենկոյի առաջի օպերացիան էր։ Ինձ այդ հարցը կան տվեցին։ Գործ է ստացվում։ Ասում ինչ, ասում Կիրիենկոյին հրաման են տվել, հրամանով չգիտեմ ինչ, ինձ նարեկներ այդ բան տալ, մոտ ծիծաղել էր։ Հետո ասեցին Պուտինն է արել, Պուտինը։ Հետո տեսան էդի չի անցնում, մի հատ չեմ ուզում անունը տալ դրա, հմեկի եթերում կանգնում ասում է որ Մեսրոպը Մանուկյան ասել է որ եկող տարի ընտրությունների են գնում եւ մենք շոուի ենք պատրաստում, շոու ենք անում։ Բա այ չասեմ ինչ։ Բա որ Մեսրոպը շոու էր անում, նախորոք դու գիտեք, բա դեմը քիչ բանավեցիք դու, կանխարգելեցիք։ Մի հատ ներողություն խնդրի թեմանք, պատվեր կգնար։ Այսինքն հերքում եք որ Ռուսաստանի ՄԱԿ-ը Դե իմ համար ծիծաղելու եք, հասկանում եք, ոչ միայն հերքում եմ ներողություն փաստացի ասեմ։ Իմ կրթությունը, որը որ ես ստացել եմ, ֆինանսավորել է Ամերիկայի դեսպանատունը։ Ես իմ գիտակից կյանքում Ռուսաստանում երբևիցե չեմ եղել։ Իմ Ռուսաստան այցելությունները եղել է, երբ որ 3-4-5 տարեկան հայրս ինձ տարել է ծով, Սոչի, Գորնի Ոստուխ։ դուք արևմտամետ եք։ Ես արևմտամետ չէ, ես հայամետ եմ։ Ես իմ ժողովրդամետ եմ։ Իմ երկրի շահ ինչ հետապնդում այդ մարդն եմ եւ այս պարագայում նորից եմ կրկնում, լինելով իմ գաղափարով, իմ մտածելակերպով ավելի ժողովրդավար, լինելով մի մարդ, ում համար ավելի ընդունելի է եվրոպական ժողովրդական արժե համակարգը, պնդում եմ, որ մեր երկրի ազգային շահերը հետապնդում է, որպեսզի մենք ունենանք շատ ջերմ դրական հարաբերություններ Ռուսաստանի հետ։